կոմենտ ստացա, սենց պատասխանեմ։ Այն մի հատ թուրք սիրիալի դերասան կա Բուրակ, Բանջարեղեն, ես իմ սող սխտոր, ես իմ ինչ։ Դրա մասին ասում եք, որ մի քանի տեղ տեսել եք, որ ինքը հայկական արմատներ ունի։ Չէ, ժողովուրդ ջան, չունի, այդ մենք տրոլինգ էինք անում իրանց ընդամենը։ TikTok-ում մի հատ տղա կա, դրել էր այդ դերասանի նկարը ու իր պապիկի նկարն էր հետը դրել ու ոնց որ նույն մարդը լիներ ու կատակ էր անում, տրոլինգ էր անում, ասում է պապիկս կա չկա, այն տարիներին գնացեմ մանա եկել Ստամբուլում, Անկարայում, հիմա իրանից հետո թորներ ունի իրա նման, իրա լավ ման գալուց հետո։ Էդ էր, ուղղակի կատակ էր, որտեվ իրոք շատ նման է։ Մենք կարող ենք դրանով ասել, որ իրանք ստուգվում են հիմա ու բոլորը հայտնաբերում են DNK-ով իրանց մոտ հայկական արուն։ Հնարավոր է, որ այդ տենց ինչ-որ բարեկամներով ասիմիլացված հայեր են, ինչ-որ մի բանի խառնորդի հետ են, տենց հնարավոր է, բայց որ իմինը հայկական արմատներ ունի, այդ մեր տրոլինգից հետո եղավ, այդ տղու մոտ ես տեսա TikTok-ում ու այդ դրեցի իմ մոտ, ճիշտն ասած չպատկերացրեցի, որ տենց մեծ տարածում կստանա ու տենց կհավատան, այնքան մարդ էր հավատացել, իրոք սրտանց հավատացել էին։ Դա կատակ էր, ժողովուրդ ջան, դա տրոլինգ էր, մենք ոչ մի արմատներ իրա մասին չգիտենք, ուղղակի այդ նկարը իրոք, որ նայում ես, դե հիմա էլ որ նայեք իմ մոտ այդ հոլովակում, այն կիսա արգելափակված էջումս, կտեսնեք, որ իրոք շատ նման է, բայց չէ, ինքը չունի արմատներ, во всяком случае, այդ դրանք մեր կատակներ։ Բայց այնքան լավ կատակ էր ստացվել, այնքան նման էին իրանք, որ թուրքերը ոնց էին վատացել, ազիկները այդ ոնց էին վատացել, ինչ լուրջ էին ընդունել, մինչև այսօր էլ կռվում են հետս ունդեղ։ Ով այրանց կարդում, ես երկրորդ օրը արդեն 1000-ից 1 կոմենտ եմ կարդում, ժողովուրդ ջան, առաջի օրն էլ չեմ հասցնում իհարկե շատ կարդամ, բայց երկրորդ, երրորդ օրեր կներեք, եթե ձեզ չեմ պատասխանում, որտեվ անհնարին է։ Ես էլ իմ էության վերևում տենց մարդ եմ, ես նույն բանի մասին մի քանի անգամ չեմ սիրում խոսալ, դրա համար չեք տեսնում, ես մի երկու բան ասում եմ, գնում եմ, ես չեմ ընդգրկվում անverջ վեճերի մեջ, որ ասես, նույն բանը դնես, վերցնես, դնես իրար վրա, ես հոգնում եմ տենց բաներից, ես մի անգամ ասում եմ, մի երկու անգամ կկրկնեմ մի թեթև, երրորդ, չորրորդ անգամ տենց եք ասում, թող ձեր ասածով լինի, ես մարդկանց չեմ համոզում, եթե նկատել եք, ես իմ ասածը ասում եմ, գնում եմ, երկրորդ օրն էլ արդեն ուրիշ թեմայից եմ խոսում, ինձ իրոք երեկվա թեման արդեն չի հետաքրքրում։ Ես մեկ է տեսնում եմ իմ երեկվա գրած կոմենտները, վիդեոները այնքան մեծ տարածում են ստացել, բայց ինձ այնքան դժվար է հետ գնալ ու այդ թեմայի մեջ նորից մտնել, որտեվ այսօր իմ ուղեղը արդեն ուրիշ թեմաներով, արդեն այնքան տարբեր բաներ կա, որ իմ ուղեղը աշխատում է, որ այս դրա մասին խոսամ, այն դրա մասին գրեմ, որ արդեն երեկվա թեման ինձ հոգնածնում է։ Ոնց որ մի նեղացեք, որ ձեզ չեմ պատասխանում, շատ անգամ չեմ տեսնում, չեմ կարդում երեկվանը։ Դուք էլ իրանց բանի տեղ մի դրեք, հաչում են թող հաչան, իրանց բլոկեք գնացեք, իր վիճակի չի։ Ես չեմ կարա գնամ իրանցը գտնեմ ու իրանց բլոկեմ այդքան, տեսել եք ինչքան եմ բլոկել, իրեք էջումս, տեսել եք ինչքան բլոկած է, որ սենց մատը տանում ես, բլոկերը չի վերջանում, բայց ես ինչ անեմ, ամեն մեկը 10 հատ, 100 հատ պրոֆիլ է բացում, հետ է գալիս։ Նույն մարդը այնքան է հետ եկել, արդեն ուղղակի հոգնել եմ, այս մատս կպցնեմ, այդ մի քանի գործողությունը անեմ։ Իրանք չեն հոգնում, երևի իրանք փող են ստանում դրա համար, որ չեն հոգնում, կամ էլ իրանք լրիվ խփնված են, իրանք այնքան են մեզ ատում, ժողովուրդ ջան, որ իրանք չեն հոգնում։ Մենք այդ ատելությունը չունենք, մենք մեր մեջ այդ ատելությունը չունենք, դրա համար մենք հոգնում ենք սենց բաներից։ Իսկ իրանց ատելությունն է, այդ իրանց էներջայզերը, այդ էներգիան իրանց այդ ատելությունն է տալիս։ Մենք էլ պետք է սովորենք, ժողովուրդ, մենք պետք է մեր մեջ սերմացնենք այդ փոխադարձ զգացմունքը իրանց նկատմամբ։ Հա, մեր երեխեքին էլ պետք է սովորացնենք, թե չէ սենց մեզանից բեբաշար կլինեն դրանք, ավելի մեզանից տոլերանտ են։ Մենք գոնե, ինչ եմ ասում, գոնե, չեմ էլ ասի, քիչ էր մնում ասեի գոնե, վատ բանին էլի, գոնե կռիվ ենք տեսել, ուզում էի ասել, պատկերացնում եք։ Աստված չտա էլի տեսնեն, կամ մեր երեխեքը տեսնեն, բայց ուզում էի ասել, մենք կռիվ տեսած մարդիկ ենք,
իմ ջահելությունը դա առաջի Արցախի պատերազմն էր, հիմա էլ երկրորդը, այդքան տեսել ենք, հասկացել ենք ով են, ինչ են։ Մեր երեխեքը չեն էլ հասկանում այդ ինչա, տոլերանտ, կոսմոպոլիտ մեծանում են, աշխարհը սիրելով, մի հատ սկզբից հային սիրեք, հա ժողովուրդ ջան, մեզ սիրեք, մեզ մեծարեք, մեզ դրեք մեր գլխներին ման տվեք, հետո էլի ուրիշներին դրեք գլխներիս։ Այդ իմ գլխին вообще մի դրեք, էլի ժողովուրդ, ինչ կլինի, ես նուրբ կին եմ, ինձ հետ չի սազում այդ գլխից տենց տոննաներով մարդկանց նստացնեք, ոտերնես տանեն բերեն, հետ չի, ես այդքան չեմ դիմանում, չեմ կարա, ես չեմ կարա իրանց ման տամ, իմ գլխին մի դրեք։